Ասում են պտուղը ծառից հեռու չի ընկնում, այս ասացվածքը շատ բնորոշ է մեր այսօրվա հյուրին, քանի որ տաղանդավոր հոր, տաղանդավոր զավակ Սուրեն Շահվերդյանն է այսօր մեր տաղավարում։ Բարև ձեզ Սուրեն։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, որ հրավիրել եք, շնորհակալ եմ պարտավորեցնող խոսքերի համար։ Երևս անդրադառնանք հենց այդ հատվածին։ Հայաստանի ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը ինչ ներդրում է ունեցել ձեր մասնագիտական կայացման հարցում։ Ես կարծում եմ, որ այն ինչպիսին, որ ես կամ, նախ եւ առաջ պարտական եմ իմ ընտանիքին եւ հայրս իսկապես մեծ ներդրում է ունեցել իմ ձևավորման մեջ եւ այս կյանքում ում հետ որ ես հանդիպել եմ մեծամասամբ դա հայրիկիս պատճառով է, որովհետեւ մեր տանը չգիտեմ, երևի ամենահայտնի հայերը հյուրընկալել են եւ ես առիթ եմ ունեցել շփվել նրանց հետ Փարաջանովից սկսած մինչեւ, չգիտեմ, անուններ եւ ոչ միայն դա, այլ այն հանգամանքը, որ ես մեծացել եմ թատրոնում, ես ինձ ինչքան հիշում եմ, ես հիշում եմ թատրոնում, հիշում եմ, որ երբ որ ծնողներս միասին պետք է մեկնեին ինչ-որ հյուրախաղերի եւ ինձ եւ քույրիկիս վերցնում էին, որովհետեւ շատ հաճախ հնարավոր չէր ինչ-որ մեկի մոտ թողնել եւ դա մեզ համար այսպիսի երջանկություն էր, որ մենք պետք է թատրոնի հետ մեծ խմբով, իդեպ այն ժամանակ հյուրախաղերի մեկնում էին 10-12 ներկայացումով եւ մոտարապես 60-70 հոգի խումբ, ամբողջ թատրոնը մեկնում էր այս կամ այն երկիր տևական ժամանակով հյուրախաղերի։ Ես ձևավորվել եմ թատրոնում, ես ձևավորվել եմ արտիստների մեջ եւ այո, պարտական եմ հայրիկիս, մայրիկիս եւ այն մարդկանց, ովքեր որ ընկերություն են արել իմ ծնողների հետ։ Պարոն Շահվերդյան, այն որ ոլորտի պրոֆեսիոնալներից եք կասկած չկա, բայց ուզում եմ դուք ձեր մասնագիտական էությունը բնորոշեք, ինչպիսին է այն։ Շնորհակալություն գնահատականի համար, ինչպիսին եմ, բարդ եմ ես, վերջերս արտավաս մրցանակաբաշխությունն էր եւ չգիտես ինչի նրանք ովքեր կապված էին ինձ հետ իմ աշխատանքի հետ եւ ստացան մրցանակներ, բոլորը հարկ համարեցին ասել, որ ինձ հետ բարդ է աշխատել։ Այո, ես աշխատանքի վայրում բարդ եմ, որովհետեւ պահանջում եմ, իսկապես պահանջում եմ եւ ինձ համար ժամ պատարագ գոյություն չունի։ Մենք ներկայացումներ ենք բեմադրել, որի փորձերը սկսել են գիշերը 11-ին եւ ավարտվել, չգիտեմ, լուսադեմին։ Եթե ինչ-որ մի բանով զբաղվում ես, պետք է պրոֆեսիոնալ մոտենաս գործին եւ ես խստապահանջ եմ, բայց համբերություն ունեմ, համբերում եմ շատ երկար, բայց այն պահին, երբ որ չեմ ստանում այն, ինչ ինձ հարկավոր է, ես ափերից դուրս եմ գալիս։ Ինչպես է դա արտահայտվում։ Չգիտեմ, ագրեսիվ եմ դառնում երևի, բղավում եմ, նեղանում եմ ինչ-որ մի պահի, հետո վերադառնում եմ, բայց ստանում եմ այն ինչ ինձ հարկավոր է։ Նրանք, ովքեր այս 25 տարվա ընթացքում ինձ հետ աշխատել են, շատ լավ ճանաչում են, որ որովհետեւ մի երկրում փառատոնից առաջ ես կարող եմ ուղղակի բոլորին հունից անել։ Նրանք այսպես հակառակվում են ինձ եւ փորձում են ինձ ապացուցել, որ իրենք կարող են, եւ դա աշխատում է։ Պարոն Շահվերդյան, այս տարիների ընթացքում եւ այն տարիների ընթացքում, երբ որ դուք մեծացել եք թատրոնում, ժամանակակից բեմարվեստը, թատրոնը որքանով է փոխվել։ Թատրոնը ամեն օր փոխվում է, ամեն ինչով է փոխվում, այսինքն տեմպորիթմը փոխվում է, ասելիքը փոխվում է, արտահայտչամիջոցները փոխվում են, թատրոնը այս պահին է եւ այստեղ, եւ այն ինչ տեղի ունենում դուրսը աշխարհում, չի կարող չարտացոլվել թատրոնում, բեմում։ Վերջին իմ ներկայացումը, նախավերջին ներկայացումը Գանչերովի փող գիրք իշխանություն ներկայացումներ, ստեղծագործությունը գրված էր 200 տարի առաջ։
Շատերը դահլիճում, երբ որ իմանում էին դրա մասին, ասում էին ոնց։ Ասում եմ այդպես, ինքը այդքան արդիական էր։ Անցյալ տարի ենք խաղացել պրեմիերան, բայց այսօր արդեն աշխարհում ինչ-որ բաներ փոխվել են։ Եթե ժամանակ եւ այսպես ժամանակ տրամադրեմ եւ փորձեմ վերաբեմադրել, այսօր այնտեղ թեմաներ կավելանան, որոնք որ այսօր արդիական են էլ ավելի, քան այն ժամանակ, երբ որ բեմադրում էի։ Հիմա ես աշխատում եմ երևի ամենահանճարեղ ստեղծագործության վրա, Շեքսպիրի Համլետի վրա, իդեպ Համլետ չի կոչվելու ներկայացումը, Փսիխոպատ ենք անվանում այս ներկայացումը, ըստ Շեքսպիրի Համլետի համանուն պիեսի վրա ինսցենիրովկա է արվում, եւ այնքան ժամանակակից է եւ այնպիսի հարցերի մասին ենք խոսում եւ բարձրաձայնում, որ այնտեղ Շեքսպիրը երևի շուռ է գալիս, ասում է, «Էս ինչ եք անում», բայց ես կարծում եմ, որ այսօր բեմադրել պետք է նույնիսկ դասական ստեղծագործությունները հենց այսօրվա մասին եւ այն ամենի մասին, ինչ շրջապատում է այսօր մեզ, այսօրվա խնդիրներն է պետք բարձրացնել, որպեսզի ասելիքդ կպնի հանդիսատեսին եւ ինչ որ առումով փոխի նրան։ Պարոն Շավերդյան, այս դարավոր ստեղծագործությունները բեմադրելիս, արդիականացնելիս, սրանք մարտահրավերներ են բեմադրիչի համար եւ առհասարակ այսօր ինչ մարտահրավերներ կան բեմադրիչների առաջ։ Մեր շուրջը այնպիսի իրադարձություններ են տեղի ունենում, որ մարտահրավերներ չի կարող չլինել, բայց ինչի համար ենք բեմադրում։ Ենթադրենք, հա, ինչ որ պիեսի հիման վրա եք բեմադրություն արվում կամ ինչ որ պիես ենք բեմադրում, շատ այսպես այսօր նույնիսկ կարող ես, հա, հեռախոսիդ հանձնարարել, ինքը քեզ համար կարդա այդ պիեսը, ոչ թե դու ընթերցես, այլ ինքը ընթերցի քեզ համար բարձրաձայն։ Հետաքրքիր է, թե դու ինչպես ես դա տեսնում, քո մոտ ինչ ասելիք կա եւ ինչ ես ուզում դրանով ասել, ինչպես ես ուզում մարդու ներաշխարհը փոխել, ազդեցություն ունենալ մարդու վրա։ Թատրոնը դրանով է հետաքրքիր եւ առավելություն ունի ֆիլմարվեստի եւ, չգիտեմ, մյուս ժանրերի մեջ, որովհետեւ ինքը այս պահին այստեղ է եւ յուրաքանչյուր պահի դու կարող ես արդիականացնել, յուրաքանչյուր պահի կարող ես փոփոխության ենթարկել։ Եթե արդիականացումը թողնենք մի կողմ, ձեր որ ներկայացումը նորից կվերաբեմադրեիք։ Շնորհակալություն հարցի համար, ես վերջերս մտածում եմ վերաբեմադրել իմ Փսիխոս 448 ներկայացումը, որովհետև կարելի է ասել դա այսպես իմ որպես ռեժիսորի, որպես ստեղծագործողի առիթ դարձավ այդ ներկայացումը, որ ինձ ճանաչեցին։ Ներկայացումը կանչվեց Չեխովյան փառատոնին միջազգային եւ այնտեղից արդեն ուրիշ երկրների պրոդյուսերներ, թատրոնի ղեկավարներ, տեսնելով այդ ստեղծագործությունը, սկսեցին ինձ հրավիրել այս կամ այն երկիր բեմադրություն անելու կամ այդ ներկայացումով հանդես գալու մյուս փառատոներում։ Հիմա շատ հետաքրքիր է, որ տարիներ անց մեզ հրավիրել է նույն Չեխովյան փառատոնը, այս տարի մենք ամռանը պիտի հանդես գանք փոխգիրք իշխանություն ներկայացումով Մոսկվայում, Վորոնեժում եւ Եկատերինբուրգում։ Դա ինձ համար շատ պարտավորեցնող եւ կարեւոր իրադարձություն է եւ թատրոնի համար առավել եւս։ Դա մի փառատոն է, որը համարվում է աշխարհում լավագույններից եւ ամենամեծերից մեկը, այնտեղ լինելու է երևի թե ամբողջ աշխարհի այսպես թատերական բոմոնդը։ Սա քննություն է եւ սա իսկապես մեծ գնահատական է մեր թատրոնի համար, այնտեղ ելույթ ունենալ եւ հետաքրքիր է, որ ոչ տարիներ առաջ, երբ որ ես իմ ներկայացումով էի, այնտեղ մեկ անգամ խաղացի, եթե չեմ սխալվում, միգուցե 2։ Այս անգամ մենք 7 անգամ պիտի ներկայացնենք ներկայացումը։ Դա մեր երկրի համար, մեր թատրոնի համար շատ մեծ ձեռքբերում է։ Ձեր բազմամյա թատերական փորձին զուգահեռ դուք նաև կադրում եք աշխատել, հեռուստատեսության հետ եք անընդհատ առնչվել։ Ոնց եք համատեղում այս երկու իրարից տարբեր, բայց միաժամանակ նաև իրար շատ նման ոլորտները։ Համատեղում եմ եւ համատեղում էի ժամանակին, հիմա արդեն որոշ ժամանակ հեռուստատեսությունում ես չկամ, բայց դարակումս նախագծեր կան, որոնք կյանքի կկոչեմ։ Հիմա մի փոքր զբաղված եմ
մոտակա պրեմիերաներով, բայց ասեմ, մեկը մյուսին շատ օգնում եւ լրացնում է։ Եվ հեռուստատեսությունը թատրոնին է օգնում, եւ հակառակը իմ կրթությունը ռեժիսորական օգնում է լինել եթերում հետաքրքիր։ Շատ շատերը վերջին իմ եթերներից ասում են, փաստորեն Սուրեն Շավերդյանը բոլորովին այլ կերպար էր, քան մենք իրեն ճանաչում ենք հաղորդումների եթերից։ Վերադառնանք թատերարվեստ։ Այո, ինձ համար ավելի հոգեհարազատ է եւ սրտից մոտ է թատրոնը։ Շատ բարի։ Ձեր բեմադրած ներկայացումներում շատ խորքային հոգեբանական վերլուծություններ կան կերպարների։ Ոնց եք ընտրում կերպարները, ոնց եք անցկացնում քաստինգը եւ ոնց եք այդ հոգեբանական վերլուծության միջով անցկացնում արտիստին։ Բարդ հարց եք տալիս, որովհետև սրա մասին կարելի է ժամերով խոսել, ես փորձեմ շատ կարճ պատասխանել։ Նախ եւ առաջ մեր մասնագիտությունը, ռեժիսորի մասնագիտությունը հենց մարդն է, ուսումնասիրել մարդուն։ Ես շատ լավ տիրապետում եմ դրան, հատկապես երբ որ ճամփորդում եմ, նույնիսկ իմ մտերիմ մարդիկ գիտեն, որ այս կամ այն կերպարը սկսում ենք, օդանավակայանում սպասելիս վերլուծել իր շարժումները, իր տեսակը, օրինակ, սա կարող է Յագո լինել, կամ այս մեկը կարող է Դեզդեմոնա խաղալ։ Մի խոսքով, այսպես վերլուծում ենք եւ մեր կյանքում բոլոր կերպարները կան, անխտորեն բոլոր կերպարները կան։ Պարոն Շավերդյան, ձեր բեմադրած գործերից որն է ձեզ համար ամենաբեկումնայինը եղել եւ կարող եք համարել, որ ինքը փորձություն էր, որը հաղթահարվեց։ Այդպես առանձնացնել դժվար է, բայց ես դες ասեմ, որ յուրաքանչյուր ներկայացում դա փորձություն է եւ քննություն։ Ինձ համար դժվար էր աշխատել սկզբնական շրջանում արտերկրում, որովհետև այնտեղ նախ դիսցիպլինան ուրիշ է, շատ կարճ ժամանակահատվածում է պետք իրականացնել բեմադրությունը եւ այնտեղ թե լեզվա մտածողության մեջ, թե դերասանի պատրաստված լինելու իր անցած դպրոցի հետ առնչվելուց հասկանում ես, որ դու այլ մշակույթի ներկայացուցիչ ես, իսկ այն խմբերը, որոնց հետ որ աշխատում ես, լիովին այլ։ Եվ սկզբնական շրջանում նույնիսկ վախ կար, որ միգուցե այն տեղը չէ, որտեղ որ դու հայտնվել ես։ Ես խոսում եմ արդեն 15 տարի մոտարապես առաջ իմ առաջին ներկայացումը բեմադրելու մասին արտերկրում, բայց ինքը իր շատ ավելի լավ կողմերներ ունի այդ բարդության հետ միաժամանակ դու ինքդ դառնում ես ել ավելի պրոֆեսիոնալ եւ հասկանում ես թե ինչ է ներկայացնում իրենից ենթադրենք եվրոպական թատրոնը եւ ինչ պահանջարկ ունի այնտեղի հանդիսատեսը եւ ինչ են քեզնից ակնկալում շատ ավելի հեշտ է աշխատել արտիստների հետ այնտեղ որովհետեւ մենք հիմա պրոֆեսիոնալները գիտեն ինչի մասին եմ խոսում, սեղանի շուրջ շատ երկար Հայաստանում դերասանների հետ աշխատում են, կարդում են, փորձում են սովորել, այսպես օրերով, այո, ընթերցանությամբ են զբաղված, չիտկայով են զբաղված եւ այդ ընթացքում են սովորում տեքստը, փորձում են կերպարը վերլուծել, անընդհատ ինչու հարցեր են առաջանում այդ ընթացքում։ Արտերկրում այդպիսի բան չկա։ 1, 2, 3 անգամ հանդիպեցիք սեղանի շուրջ, վերջ, դերասանը, արտիստը պատրաստ է, տեսարանը հանձնարարված է, որ վաղը պիտի փորձես, ինքը լիովին պատրաստ, անգիր, այնուամենայնիվ, միայն դա գոնե, անգիր տեքստը գիտի, ռեպլիկները գիտի, բարսանում է բեմ։ Այստեղ մի փոքր դա դանդաղ է տեղի ունենում, չնայած ես ինքս փորձում եմ հիմա մեր թատրոնում այդ մշակույթը փոխել եւ շատ արագ արդեն փորձել բեմադրել, իրավիճակները բեմադրել, միզանսցենները եւ դա կարծես դրան զգում եմ, որ սովորում է թատրոնը։ Ժամանակակից թատրոնը ինչ փոխանցելիք ունի հանդիսատեսին եւ առհասարակ ըստ ձեզ ինչ պիտի փոխանցի։ Ամեն ինչ պիտի փոխանցի, բայց ամենակարևորը հետեւյալն է։ Ես շատ հաճախ օթյակից հետևում եմ հանդիսատեսին եւ համարում եմ ներկայացումը կայացած եւ հաջողած, երբ որ
հեռախոսի լույսերը չեմ տեսնում դահլիճում։ Լուրջ ուսումնասիրություն եմ կատարում։ Երբ որ ես տեսնում եմ, որ հանդիսատեսը 3 րոպե հետո հեռախոսի մեջ է, նշանակում է բեմում տեղի չի ունենում այն, ինչ պետք է տեղի ունենա, նշանակում է ներկայացումը դերասանը չկարողացավ վերցնել հանդիսատեսին։ Եվ նա նստած ձանձրանում է իր հեռախոսի մեջ ավելի հետաքրքիր բան է տեղի ունենում, քան բեմում։ Այսօրվա թատրոնը, այսօրվա ներկայացումը պետք է լինի այնպիսին, որ դահլիճում նստած հանդիսատեսը հեռախոսի մեջ չլինի։ Դա, չգիտեմ, միգուցե այսօրվա իմ ձևակերպումն է, թե ինչպիսին պետք է լինի։ Թե ինչպիսին, այ արդյունքը, որպիսի այնքան հետաքրքիր լինի, որ մարդիկ դուրս գան հեռախոսից։ Այսօր քանի գնում ավելի բարդանում է դա իրականացնել, որովհետև մարդիկ արագ-արագ ինֆորմացիայի կարիք ունեն։ Պարոն Շավերդյան, դուք ղեկավարում եք Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը եւ վարչական գործունեությունից զատ շատ ակտիվ բեմադրում եք։ Ինչպես է այդ երկու դերը համատեղում։ Ես այլ կերպ չեմ պատկերացնում, իմիջիայլոց վերջերս ասացի դրա մասին, որ այս վարչական ունակությունները եւ այն օրենքները, որ սովորեցի, որոնք որ շատ են եւ բարդ, ինձ հիմա նույնիսկ ռեժիսուրայի մեջ օգնում են։ Նոր այսպես գիտելիքներ, նոր կրթություն, որը որ օգնում է եւ աշխարհում իմիջիայլոց միշտ այդպես է եղել, թատրոնը ղեկավարել է մեկ անձ եւ վարչական առումով ունեցել է տեղակալներ, օգնականներ, ովքեր որ օգնել են թատրոնը համենայն դեպս այն թատրոնը, որտեղ որ վարչական ղեկավար է եւ արվեստի հետ առանձնապես կապ չունի, այդ թատրոնը շատ բարդ իրավիճակի մեջ է։ Դրա պատճառը օրենքն է։ Այսինքն բողոքի տնօրեն այսօր կարող է նշանակվել մարդ, ով որ կկարողանա այդ քննությունները հանձնել եւ որոշակի ստաժ ունի, շատ բան չի պահանջում, բայց նա կարող է ընդհանրապես չհասկանալ, թե թատրոնը ինչ է իրենից ներկայացնում։ Այս երկու դերից ամենաշատը որ մեկից եք հոգնում։ Ժամանակ առ ժամանակ։ Չէ, ոչ մեկից չեմ հոգնում, ամեն մեկը իր տեղ ունի եւ փառք Աստծո իմ կողքը մարդիկ կան, որ շատ արագ ինձ օգնում են, տնտեսական հարցերը շատ արագ լուծում են եւ օրվա մի մասը ես տրամադրում եմ վարչական աշխատանքին, որը գնալով էլ ավելի հեշտանում է, որովհետեւ շատ ավելի հեշտ եմ հիմա հասկանում ինչպես ոնց որ օղակի հետ շփվեմ, որ արագ թատրոնի հարցերը լուծվի վարչական առումով, իսկ մյուս օրվա կեսը զբաղվում եմ ստեղծագործական աշխատանքով, ինչը շատ հետաքրքիր է եւ առանց դրա ես չեմ կարող։ Թատրոնի տնօրենի եւ բեմադրիչի կերպարներին ավելանում է նաեւ երրորդ կերպարը, հոր կերպարը, ինչպիսի հայր եք։ Ես կարծում եմ, որ հետաքրքիր եւ բարդ հայր եմ, դե հիմա իմ երեխաները արդեն երկուսն է չափահաս են, տղաս արդեն բավականին կայացած է եւ սովորում եւ աշխատում է արտերկրում, աղջիկս էլ այստեղ իմ կողքն է, նա նույնպես ձգտումներ եւ նպատակներ ունի լուրջ կրթություն ստանալու, հիմա այստեղ կրթությունը պիտի ավարտի եւ ցանկություն ունի եվրոպական որից է լուրջ կրթահամալիրում կրթություն ստանա։ Ես իսկապես բարդ հայր եմ, բայց շատ սիրում եմ իմ զավակներին, վստահաբար իրենք էլ են շատ ինձ սիրում, շատ կապված եմ երկուսի հետ էլ, հատկապես աղջկաս հետ, քանի որ աղջիկս իմ կողքն է ապրում, իսկ տղաս արդեն մի քանի տարի է արտերկրում է։ Պարոն Շավերդյան, 2 շաբաթ առաջ ձեր թատրոնում պրեմիերա էր Check in Love ներկայացման պրեմիերան, կատակերգության պրեմիերան, եւ ուզում եմ եւ այս ներկայացման մասին խոսենք եւ խոսենք այն մասին, եթե ամեն դեպքում սահմանափակումներ չլիներ, ինչ կբեմադրեիք եւ ինչպես։ Ես կարծում եմ, որ սահմանափակումներ չկա, փառք Աստծո, այսօր հայ թատրոնում գրաքննություն էլ չկա։ Check in Love ներկայացումը էքսպերիմենտ էր եւ ինչպես ես իմ ծրագրում ներկայացրել էի, թատրոնում նոր հարթակներ բացել, սա իմ բացված իմ ղեկավարման ժամանակահատվածում բացված առաջին հարթակն է, որ իրենից հյուրանոցի համար է ներկայացնում եւ այնտեղ 3 զույգեր հանդիպում են։
Մյուս հարթակը շուտով, հա, այս ներկայացումը նպաստեց նրան, որ ես կարողացա այսպես համաձայնություն ստանալ մշակույթի նախարարի հետ քննարկումներից հետո, որ երկրորդ հարթակը պիտի բացենք, դա արդեն 150 հոգու համար է նախատեսված այդ հարթակը, գումար կտրամադրենից հենց հիմա մենք աշխատում ենք նախագծի վրա։ Ես կարծում եմ, որ այդ փոքրիկ հարթակները, այդ այլընտրանքային հարթակները կնպաստեն, որպեսզի մեր մեծ բեմի հանդիսականը փոխվի։ Այսօր երիտասարդների պահանջարկը հենց այդպիսին է, ինչ որ արթհաուսային, падվալային տեղեր, ինչ որ յուրօրինակ, հա, օրինակ հաջողեց այն թատրոնը, որ տանիքում է աշխատում, կեցեն երիտասարդները։ Ես նույնպես փորձում եմ մեր այդ մեծ տարածքում, մեծ շենքում ակադեմիական վիճակից դուրս գուցե։ Այո, յուրաքանչյուր հարթակ օգտագործել յուրովի եւ դրանով իսկ հետաքրքրել մեր այսօրվա երիտասարդներին։ Թերևս վերջում մի անձնական հարց, որը ինչու անձնական, որովհետեւ թատրոնը ձեր կյանքն է, ոնց հասկացա։ Եթե թատրոնը մի օր լքի ձեզ, ինչը կլցնի դրա տեղը Սուրեն Շահվերդյանի կյանքում։ Չէ, Սուրեն Շահվերդյանի կյանքում Սուրեն Շահվերդյանը կարող է թատրոնը դժվար լքի ինձ։ Ես կարծում եմ, որ գիտեք ինչ, այսպես պատասխանեմ, ես երկար տարիներ Հայաստանում պետական թատրոններում գործունեություն ծավալում էի անտրեպրիզային տարբերակով։ Ես շատ իմ մտերիմ ընկերներ գիտեն, որ ես մի բնակարան գնել էի հատուկ թատրոն սարքելու նպատակով։ Այնտեղ լույսային սարքավորումներ կան հիմա, ձայնային սարքավորումներ կան, ստուդիա էր, որը 50 հոգու համար վստահաբար փոքրիկ թատրոն էր։ Հետո հասկացա, որ օրենքի թերացել է եւ կարող է բողոք լինել հարևանների կողմից, որ 50 հոգի մտնում է շենք, բարձրանում է 11-րդ հարկ, մի խոսքով աղմուկ է եւ այլն եւ այլն։ Օրենքը չուսումնասիրելու պատճառով հասկացա, որ օրինական գործունեություն շատ բարդ է ծավալել, եթե հարևաններից որից մեկը բողոքի, այդ թատրոնը կվերջանա գոյատևել, բայց էքսպերիմենտներ արել ենք եւ այնտեղ ներկայացում խաղացել ենք։ Այսինքն թատրոնի նկատմամբ հետաքրքրությունը երբեք չի կորի, բայց ձեր տաղավարում կարող է մի փոքրիկ հետաքրքիր ներկայացում լինել։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ, որ հրավիրել եք։ Այսպիսին էր Սուրեն Շահվերդյան մարդն ու բեմադրիչը։ Կհանդիպենք։